Բարև ձեզ, Հայ Հորիզոն, ձեզի հետ է այսօր Մոնտրեալի Հայ Գետրոնի Ավետիս Ահարոնյան սրահեն ներս։ Այսօր հոս տեղի ունեցավ համասկային Քեբեկի սանահին մասնաճյուղի քրական հացնախումբի համագործակցաբար Փաքին բարբերացերցի գազմագերբած քրական ցերնարգը։ Հանդիպումը Ֆրանսիայեն հատկապես հրավիրված քրող մտավորական Գրիգոր Բլդյանին հետ զրուցավարությամբ Ռաֆի Աջեմյանի։ Ցերնարգի սկիզբը ցուցադրությունը կատարվեցավ Ժասմին Ղազարյանի «Բարդեզը որ քեզ երազեց» ֆիլմին։ Եկեք միասնապար հետևենք օրվա հայդակրին, ինչպես նաև մեր հարցազրույցներուն։ Այս մեկը մեր դարաշրջանի վերջին քրական միջոցառումն է եւ դարին կավարտենք բարձունքի վրա շնորհիվ մեր այսօրվա հյուրին Գրիգոր Բլդյան։ Երբ որ ունիմ 3 կիներ, պապասելու դրաստին, չէ, պապասել է դա քրական չէ, չէ, թեկը, հիանալի արի բրեն, որբեսի ուրիշները ճանշած։ Ինչպես այդ 3 կերպարներ պիտի շարժին, և ինչպես անպես պիտի լա, անտեղ պիտի մեկ է մյուսը շարժումներ, ոչ թե մեկում վրա պիտի կետրոնանամ, այդ 3-ին։ Ուրեմն կու նախատասությունը պետք է դառնա չափազանց շարժում և դինամիկ։ Հիմա ասիգա աշխատանք կենտրոնը, քանի որ կամերաման է, որ հատատակը դառնան, որ երկու նախատասությունը այդ կամերային թերը կգտարվի։ Այսինքն դողին մեջ պետք է պատահի, ինչ որ դողը գսենք։ Սոնյա գրնամ երևակայել, որ այս մեկը շատ բացառիկ առիթմն էր, Փաքինին հետ ընդհանրապես միշտ աշխատակցած է Գրիգոր Բլդյանը եւ այսօր գենթանի իր ներկայությունը հոս Մոնտրեալի մեջ այս ցերնարգին ինչպիսի արժեք կներկայացներ։ Կգարձեմ, որ ընդհանրապես Գրիգորը ունենալը մեր մեջ եւ զինք լսելը մեծ հարստություն եւ հբարդություն է։ Նախ շատ ուրախ եմ, որ Գրիգորը այստեղ է։ Շատ ուրախ եմ, որ ընդունեց մեր հրավերը եւ ժամանեց Մոնրեալ, 10 տարի էր զինք չէինք վայելած Մոնրեալի մեջ։ Ամեն անգամ, երբ որ գուկա Գրիգորը մեզ կհարստացնե, ոչ միայն իր քրագանությամբ, այլ նաև իր մտքերով, արտահայտած մտքերով, մեզի մտածել գուտա դարբեր թեմաներու մասին եւ կգարձեմ, որ Մոնրեալահայության համար այս մեկը յուրահատուկ առիթմն է, որբեսի շփվի աբրող քրողի հետ եւ գարձիկ փոխանագեն, ինչպես նաեւ սնվի անգե, այսինքն քաղե անգե, ինչ որ ինքը պետք ունի ինձ ինքը հարստացնելու համար։ Իսկ ինչ ունիս սելիկ Փաքինի մեջ իր ներդրումի մասին։ Գիտեք 2016-ին, երբ որ ես Փաքինի խմբակիր նշանակվեցա Գետրոնական վարչության կողմէ, առաջին բանը որ ըրի Գրիգոր Բլդյանի նվիրված բացառիկը հրադարագեցի, շատ համարձակ քայլ մներ կգարձեմ այն ժամանակ, թե գվախնայի, թե հբարդեի անշուշտ, բայց կգարձեմ, որ այդ մեկը արդեն շատ բանգս է, ինչու հատ քայլին թիմեցի, որտեվ գուզեի այդ աշխատանքը, որը ստանցնեցի Փաքինեներս, սկսի Գրիգորով, որտեվ գուզեի Գրիգորին մտածողությունը բերել Փաքին, որտեվ երկար տարիներ ինքը Փաքինի չէր աշխատակցել եւ շատ ուրախ եմ ասելու, որ այժմ մեր աշխատակիցն է, Փաքինի աշխատակիցն է եւ ես շատ բան կսորվիմ իր մե ամեն անգամ, երբ որ իր քրուչումները կգարտամ կամ իր հետը կխորհրդակցիմ քրուչյանը մասին կամ քրուչումը միասին կվերլուծենք, իր ներկայությունը ոչ միայն իր քրուչամբ է, իր քրուչումներով է Փաքինի մեջ, այլ նաև իր հետ խոսելով այդ քրուչումներու մասին։ Ուրեմն այդ մեկը կգարձեմ, որ Փաքինի համար մեծ հբարդություն է։ Շատ շնորհակալ ենք ձեր գարձիկին համար։ Շնորհակալություն համար։ Ինձ համար քրելը միշտ ավանտյուր է, այսինքն արգածախնդրություն է պետք է լավ։ Այսինքն պետք է դες բաներ ոչ է սրա։ Եթե նույն բանը պիտի գտնես ամեն կետնի վրա, հետա քրական չէ, առաջին ծանտրացողը ես կլավ։ Հետո, օրինակ, առաջին գիրքը տեղատվություն կա տվող քաղաքի համար, չէ, էջատրումի խնդիրներն երբեք նորեն չկրեցի այդպես։ Այսինքն գրնայինն է, բայց այնը պետք չկա, սպարեցիր արդեն գարելիություններ այդ ձևով գրելու, անցիր ուրիշ բան, ճուտում չէ։ Այդ հետո նաև թեման կա, երբ որ թեման քեզ կմղե որոշ արգածախնդրական բաներում պիտի ես կսկսեի, ինչ-որ ֆիլմի մեջ կսեմ, թոնալիտեն չէի գտնել գո։ Այդ նախատասությունը, որ քեզ դանի։
Եվ ուրեմն այդ տոնալիտան ինձ ամբողջարի, որ է ընթերցողը չեմ գիտեմ դեսկական ոչ, բայց ադիկա ցին կպրնեն։ Ռաֆի, մենք այսօր վայելեցինք ձեր զրույցը, շատ մդերմիկ զրույց մներ, եւ անիչ որ մեր մտքեն գանցներ արդեն տուն հարցումներով լուսապանեցիր մեզի։ Այսօրվա հայկական քրագանության մեջ ինչպիսի արժեք է Գրիգոր Բլեդյանը։ Լավ հարցում է, Գրիգորը մնայուն արժեքն է մեր քրագանության եւ հավանաբար մեծակույնը իմ կարծիքով սկոնե։ Ես շատ բան սորված եմ իր մե 30 տարվան ընթերցողն եմ իր քիրքերուն։ Եվ հետաքրքրան ինչ է Գրիգորին հետ, գիտես, մեկ քրող չէ։ Արցակ գրած է, բանաստեղծություն գրած է եւ գրե, եւ ուսումնասիրություններ, այնպես որ գարձես թե 3 քրող, մեկ քրողի մեջ է, եւ գտեսնես արտադրության քանակին մեջ։ Ինչպես կնե, դիգա չեմ գիտեր։ Բայց մենք բախտավոր ենք, որ Գրիգորին մեզ քրողը հայտնվեցավ վերջին 50 տարին եւ հարստացուց մեր ոչ թե միայն քրագանությունը գիտես քրագանությունը պետք է քեզի քու հայելի դառնա այլապես քեզի այդ գապ չունի անցյալի մեջ կմնա Գրիգորին կորձի մեջ ընթերցողը ինքին կդեսնի ինք իր վայրը կդեսնի ադեն at բադումներու at մեծ հայտնությունը ադե որ մեկին մեկ վայրը կստեղծվի քիրով վայրը կստեղծվի Բացարիք երևույթ է եւ ասիկա բան չէ տուրիստիկ նկարագրություն չէ գենտանի վայրն է որ քիրքերում մեջն է բայց գարձես թե ինքն իրեն կոյություն ունի եւ տունանորդ կապ ունիս եւ գսիստուն քեզի դեսնել Այդ վայրին մեջ ինքսին կտալ գտնես որտեվ նկատի առնելով իր ցանկի ասենք անցյալը Լիբանանի մեջ որաբրած է Ֆրանսա եւ այլն Ռաֆի այսօրվա ցերնարգի մասին ընդհանրապես ինչ էր ծեր գարձիկը համասկայնին եւ փակինի համագործակցության մասին շատ լավ դուրս եկավ լավ շատ սահուն գործակցություններ եւ ուրախ եմ որ լեցուն էր սրա այնպես որ ասանք երեգոներ միշտ պետք է ունենանք չէ աջելի է Շատ բախտավոր ենք այդ կողմը իսկապես շատ շնորհակալ ենք եւ վարձ կտկադար Շնորհակալություն ձեզ Բարև բարոն Բլեդյան բարի եկած եք Մոնտրեալ Բարև այո լավ է Բարոն Բլեդյան, գարձեմ ձեր վերջին այցելություն արդեն 10 տարի եղած է, այդպես չէ։ Այո 11 ասենք այո Եվ ձեզի համար ամեն անգամ Մոնտրեալ գալը ինչ կնշանակի։ Բազմաթիվ պատճառներ ունի Մոնտրեալ գալու մեկ կողմը ընտանեկան, մյուս կողմը նաև համայնքին հետ շփումի ծեփ մնաց ընդհանրապես որովհետև այստեղ բաներ կստեղծեք հետո զիս կհրավիրեք քրողներ, մտավորականներ եւ այդ մտնոլորտը հետաքրքրական մտնոլորտ մնա ամեն դեղադիկա չկա Մանավանդ սպիրկի մեջ Սպիրկի մեջ այո Հայաստանի մեջ էլ անպայմանադիկա չկա մեզի ամառացել գուզեն բայց գտնան լալ այո Ուրեմն այսօրվա ցերնարգին առաջին բաժինը հատկացուցած էինք վավերագրական ֆիլմին ծեր մասին որդագամին լույս չդեսած, բայց եթե գնանք շատ ամփոփ ձևով անդրադառնալ թե ինչ էր նպատակը այս ֆիլմի պատրաստության։ Քրիստիան Բատիկյանը, որ երիտասարդ գրող մնա եւ նաեւ ուսանող որ Փարիզի մեջ դες գբատրաստ հետո Յասմին որը նույնպես ուսանողուհի մնա, բայց որը տեխնիկ, ինչպես կսեն սինեմայով հետաքրքրվողներ, իրենք է որը ինձ առաջարկեցին այս ֆիլմը պատրաստել։ Երկու երիտասարդներ Բամը գուզենանել ամենահիանալի բանն է որ ընտարաճել անոնց խնդրանքին եւ քանի մահատիպումներ եղան խորքի մեջ երկար բնդդուկներ կոնե երկար ժամանակ շատ ժամանակ չեմ դրամատրած եւ այսպես քիչ մա հեղաստեղծական բան մգա իմպրովիզե բան մգա որ հաճելի է իսկապես հաճելի էր Մանավանդ մեզի ավելի մոդեն ծանոթացուց ծեր միջավայրը, ծեր աշխատած դեղը երգիրը ֆիլմին ընդմեջ են Բարոն Բլեդյան, ուրեմն այսօր Ռաֆին զրուցավարը անդրադարձավ բավական մեծ թիվով, մեծ քանակով քիրքերու մասին, որոնց մասին յուրաքանչյուրին չգրցանք անշուշտ երկար անդրադառնալ, բայց եթե գրնանք մեզի, ասենք ամփոփ ձևով դեղեկացնել կամ մեր հերոստատիդեոներուն հետ բաժնել ծեր
քրագան եւ հայկական քրագանության հանդեպ ունեցած սերը երբ սկսած է եւ այս տարիներու ընթացքին ինչպես կարժևորեք Սկսած եմ գրել ջեմարան քանի որ արած եմ եւ ուրեմն ջեմարանի մեջ քիչ չէ շատ մեզի գմողային որ գրենք Պարոն Մուշեղը Գրիգոր Շահինյանը ուրեմն այն շրջաններ երբ այսպես ջեմարանի լավագույն շրջանները մեկն էր այն դեն սկսած եմ գրել ոդանավորներ հետո անշուշտ շարունակեցի քիչ մպակինի մեջ գրեցի մանավանդ ահեգանի մեջ գրեցի անգե վերջ ուսանեցա անշուշտ ամենակարևոր բաները մեկն էր ինչպես ասի շնորհիվ բարոն Վրացյանի օգնության որը միշտ պիտի հիշեմ իսկապես մարդ չեր գիտեր ինձ իսած էր որ երբեք չսես եւ քանի որ ինքը այլևս կարող չէ հագաստելու ուրեմն գրնամ ասել շատ բան գբարդին բարոն Վրացյանին այլապես համալսարանական կրթություն մի չունենայի համալսարանական կրթությունը մեր սերունդի քրողներուն համար կարևոր է մենք է որ այսինքն որոշ չափով մադիգա մեզ գզանազանեն նախկիններ են նախկին քրողները համալսարանական կրթություն չեն ունեցած եւ Վարուժանեն զատ ուրիշ քրող չկա որ համալսարան կացած լավ արիթո չունեին գարելիությունն ալ չկար մենք փախտ ունեցանք ադիգա ունելու շնորհիվ այսպես սպիրկի մեջ ավելի գայունացած վիճակի եւ այդ հնարավորություն շնորհիվ գծա Փարիզը տալ բայց մի շարունակեցի գրել այս անգամ գրեի քիչ մաստագին մեջ քիչ հարաճին մեջ եւ մի շարունակեցի այսինքն ինձ համար հայերենով գրելը շատ բնական բան եղավ Ֆրանսիայի մեջ ապրիլը ինչպես եկավ ավելցնելու ձեր ասենք քրագանության կամ քրելու ցիրկին վրա մանավանդ երբ որ հոն իբր ասենք կացածեիք ուսանելու եւ որոշեցիք հոն ապրիլ Ֆրանսիան չափազանց կարևոր փորձառություն էր ոչ միայն փորձառություն այլ ցանկիս մաս կազմող իրականություն մնա որտեղ պաստորեն ես ավելի շատ ապրած եմ Ֆրանսա քան Լիբանան իմ ծննդյան երկիրս է 22 տարեկան էի մինչդեռ հիմա 60 տարի անցած է ատկե եւ ուրեմն բոլորովին գնամսել ֆրանսացի եմ ֆրանսական ֆրանսերեն եւ հայերենը միասին եղած են միշտ իմ մտքիս մեջ ֆիլմի մեջ արդեն այդ ուղղությամբ ակնարկությունը կա երկու լեզուները միասին սպիրկյան վիճակ մներ երկուության վիճակ մներ բայց երկուությունը որում մասերը հաշտ են իրարու ոչ թե անհաշտ նախկին սերունդի բարակային միշտ այդ հագատրությունը գար այլին եւ եսին միջև իբր հագասական մինչդեռ ինձ համար այդպես չէ Ֆրանսած մեկ կողմը ֆրանսական գրթություն, պատրաստություն, մյուս կողմը հայկական իրար ուղղասեք չէ մեկը մյուսին գրեթե մրցակցության մեջ է հայերենի բարաբաշարը նույնը չէ որքան որ երկու լեզուներով դիապետես դեղմա երկու լեզուները չեն ամփոփել ամեն աշխարհ ամեն տարբեր քույն մոմի հայերենը ունի համամ ֆրանսերենը ունի իր հնարավորությունները ֆրանսերենը անուն հնարավորություններ ունի հայերենը գտնվի նված բայց հայերենը ունի իր ֆիներկությունները երկու լեզուներում երբ որ գործածես պետք է ընդունես որ մեկուն եւ մյուսին այդ բաներ կան որ պիտի գործընծնես գորուստի փորձառությունը էական փորձառությունն է որը մաս կգազմե քրելու արարքին դուք ասիք նաեւ որ միշտ ուսումնասիրություն գնեք որ մեկ քիրքը քրել են առաջ ինչպես կոկնե այդ մեկը դիգա որտեղ համալսարան գրթություն ունիմ երբ որ պիտի քրեի օրինակ Բեյրութի մասին ամենի առաջ կուզեի գտնել երբ ճիշտ ինչպես եկան ինչպես եղավ այդ բնակության առաջին տարիները ինչպես եղան ինչ կար շրջապատը ինչպես էր որտեղ բոլորին դարբեր շրջապատ մներ այսինքն գուզես գտնել ինչ կար առանց այդ գիտության մարդոց վկայությունները քանի որ մարդիկ երբ որ գխոսեցնին գխոսին բավարար չէ
ինքնին որտեղ ադիգա զուտ պերանացի բադում է թուն գուզես հաստատուն կեդինը բայց անպայման հաստատուն կեդին վիճողտակորձես պետք է ադիգա կումտկիտ մեջ լա որպեսզի պերանացի բադումը կեդին մկտնե ամեն մեկ իր պատմությունը ունի նույնիսկ ամեն քրություն իր պատմությունը ունի եւ ադիգա հետաքրքրական է հատոք կգտնվի նոթերուս մեջ երբեմն հետո դերերը որտեղ երբեմն որոշ տեղերում մեջ կդարձին Մինչև օրս քանի քիրքեր հրատարակացեք Ոչ չեմ գիտեր բավական 30-ն անցավ գիտեմ այո 30 անցավ բայց 3 տեսակի բաներ կան մեկ կողմը բանաստեղծություններ կան ուսումնասիրություններ որոնք ստար թիվ մը կգազմեն էչատիվի իմաստով եւ կան նաեւ բադումները անոնց միջև զանազան ուրիշ տեսակի բաներ կան գիտեք ես շատ օտվածներ ալ գրած եմ սի արդեն ժուրնալիստ եղած եմ եւ ուրեմն ժուրնալիզմը բաներ կենտատրե այսինքն քրելու ոչ թե թյուրություն այլ վարժություն Ձեզի համար քրելը ձեր կյանքին մեջ ինչպիսի նշանակություն ունի Այսին առանց քրելու գրնակ ապրիլ Քրելը լալ է չքրելը համարժեք է չկանալու անհետանալու եւ ուրեմն բայց անպայման հետ ցկել չէ քրելը այսինքն հետ ցկելու համար չէ որ մարդ կքրե այլ լալու հիմա այսօր շրջաբադը տեսնելու կյանքի փորձառությունն է գրելը հայերենով ուրիշ բոլորին ուրիշ անգամ կստանա քանի որ հայերենով մենք աշխատ դարբեր ձևով կտեսնենք Վերջին հարցումս ներկա իրավիճակի մասին հայկական քրագանության հանդեպ այո Մոնտրեալի մեջ մենք ունենք Լևոն Շանթ հայրենագիտական դասընթացները որբեսի միշտ վար բահենք հայկական քրագանությունը մանավանդ երիտասարդության մոտ այս օրերուս ուր գտնես մագարտակը մեր հայկական քրագանության հետևողներուն Գիտեք մեծ անտարբերություն կա ադի արդյունք է անշուշտ ընկերային ցանցերու գոյության որոնք գմղեն շատ մոնտերցողներ թյուրին բաներու թյուրին միջոցներու քիրքը բոլոր մշակութականություններու մեջ բոլոր երկիրներու մեջ ինչպես կսեն գնահան չէ գսեն կամ իր ընթերցողներուն թիվը նվազած է բայց գտիմանան այսինքն քրոներ կշարունակեն գրել ընթերցողներ ալ կան որոնք համագարկային կերպով կգարտան բանաստեղծություն ասել է գարտածող չգագսվի բայց բանաստեղծությունը միշտ եղած է եւ միշտ ալ պիտի լա շուտ բայց ավելի սահմանափակ խումբերու մեջ կա բայց հետաքրքրություն ալ կա ես նշмарած եմ որ պաստորեն այս վերջին տարիներուն հաջող մարդիկ ինձի կթիմեն բանաստեղծություն կթարգմանեմ 15 օր առաջ նման երևույթ եղավ կինը Մոնտրեալ են չէի գիտեր որ Մոնտրեալ է եւ ուրեմն կթարգմանեի մեկ գործս ուրիշ անգլերեն ուրիշ լեզուներով հետաքրքրություն կա մշակույթներու միջև հարաբերությունները ստեղծելու շատ դրական է ասիգա բայց ասի միջազգային մասշտաբի չի ասնիր որտեղ մենք փոքր խոսողներու թիվը մեր մոտ կամ գարտացողներու թիվով քիչ է բայց ստեղծագործության կետնի վրա նվազ չէ կան ուրիշները նկատի առնելով մեր թիվը Բարոն Բլետյան միշտ բարի եկած եք Մոնտրեալ շատ շնորհակալ ենք այս արիթին համար ուրախ եմ շնորհակալություն